Տարիներ առաջ, հիմա դուք ինձ հիշեցրիք, Կոմիտասի անավարտ Անուշ օպերայի նկարահանումն ենք անում ստուդիայում եւ Ռոբերտ Աթայան կոմիտասագետ, պրոֆեսոր, ով հաճախ ինձ հեռաձայնում էր, հաճախ ականջիս է ձայնը, գյումրեցու ակցենտով արաքս, նոր երգ ունեմ, կարող ես գալ վաղը ինձ մոտ։ Այսինքն այս նախադասությունը հաճախ լսել եմ եւ այցելում էի իրեն կոմպոզիտորների միության շենքում էր բնակվում։ Եվ նոր երգերը Կոմիտասյան։ Եվ այդ օրը Կոմիտասի Անուշն ենք նկարահանում, մինչև որ ստուդիան, ինչպես ձեր ստուդիան է, պատրաստում են այնտեղ ինչ-որ, մենք միջանցքում նստած ենք եւ ես մտածվաղ այսպես նստած էի, այսպես մտածում էի, Ռոբերտ Արշակովիչը եկավ նստեց այնտեղ, ասեց «Արաքս, անտրամադուրես» նկարահանումից առաջ։ Ասի Ռոբերտ Արշակովիչ, Փարիզից հրավեր եմ ստացել, քույրս ուզում է մեզ տանել Հայաստանից, իր մոտ ապրելու։ Գիտեք ինչ ասեց։ Ասեց Արաքս, շատ տխուր է, երբ հայերը թողնում են երկիրը, գնում են, շատ տխուր է։ Բայց քեզ մի բան պիտի ասեմ, դու ուր էլ որ գնաս, դու Կոմիտաս ես տանելու քեզ հետ։ Եվ տարիներ հետո Սիդնեի հրապարակում, որտեղ երգիչներ, երաժիշտներ գալիս են դրամ են հավաքում, փայլու երաժիշտներ։ Եվ լսում եմ մեկը երգում է քելե, 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 կանգնեցի, ասեցի, Ավստրալիայում հրապարակում, մոտեցա, ձայնից ճանաչեցի, որ ես պիտի լինեմ, իմ ուսանողը պիտի լինի։ Ռիան Սոնդերս, ում Հայաստան են բերել, դրել է այնտեղ մի բան, աման եւ երկում է Կոմիտաս քելե, որ դրամ հավաքի։ Գիտեք, չկարողացա մոտենալ, կանգնեցի մի անկյունում, սկսեցի արտասվել եւ հիշեցի Ռոբերտ Աթայանին, Արաքս, ուր էլ որ գնաս, Կոմիտաս ես տանելու քեզ հետ։ Շատ հուզիչ պատմություն է սա, շատ։ Կներեք, բայց հիմա Կոմիտասը նորից բերել եք Հայաստան, ձեզ հետ միասին Մանսուրյան։ Այո, թերևս ամենտեղ, ուր ես եմ այնտեղ ինձ հետ է, Կոմիտասի ոգին, Կոմիտասի ձայնը։